Valery Lyoka Khazaryan was born and raised in Artsakh. His ancestral home and the challenges he has faced have served as inspiration for his music. During the Maragha massacres in 1992, during the First Nagorno-Karabakh War, Lyoka and his family were forced to flee, and he was displaced several times throughout his life, from Maragha to Stepanakert to Nor Maragha and now Yerevan. He turned to writing and music during his difficult childhood to express his feelings, and his hit songs have unified Armenians around the world. From Dundarek, Take Me Home, to Yes Der Come, I'm Still Alive. Lyoka, who has an iron leg, draws inspiration from the story of his life and family, and shares his bold and sincere songs with the world to create meaning out of tragedy. Lyoka. Բարև ձեզ, ես Լյոկան եմ Արցախից, ինքը Նինան նույնպես Արցախից, որը ինձ այսօր օգնելու է թարգմանի։ Hello everyone, this is Lyoka from Artsakh and my name is also Nina. My name is Nina and I'm also from Artsakh. Շնորհակալություն շատ։ Ես այսօր երկար չեմ ուզում խոսամ, ուզում եմ տենց կարճ երգերի մասին խոսամ ու անցնեմ առաջ։ Առաջին երգը, որ ուզում եմ ձեր համար երգեմ, դա Տուն տարեքն է։ I don't want to speak a lot today, but I want to talk about the lyrics of my songs because they really mean a lot. The first song, it's called Tun Tarek, Take Me Back Home. Ու այս երգը իմ առաջի տան մասին է, որը որ Մարաղայում էր եւ որը կորցրեցինք 1992 թվականի ապրիլի 10-ին Մարաղայի ջարդերի ժամանակ։ My first home, which was in Maragha, we have lost in 1992 during the massacres in Maragha. Եվ այդ ժամանակ ցեղասպանություն էր նաև Մարաղայում եւ իմ ընտանիքը նույնպես բռնեց այդ գաղթի ճանապարհը եւ դա իմ առաջի տունն էր, որը կորցրեցի եւ այդ ժամանակ ես չգիտեի, որ եւս երկու անգամ պետքա կորցնեմ։ My family got displaced because of the genocide that happened in Maragha, and after that I didn't have any idea that I will get displaced 2 more times throughout my lifetime. Երևի այս մեկը երգենք, հետո մնացած պատմությունը շարունակեմ։ I'll sing this one and then continue. Գնացինք։ Երբևիցե տեսել եք, որ արևը խավարի, երբևիցե տեսել եք, որ քարը բողոքի, ես եղել եմ քար 30 տարի, իմ ապրած կյանքը ամեն մեկը չի կարա ապրի, ես տեսել եմ ցավ, ես տեսել եմ սով, ես տեսել եմ պատերազմ, եղել եմ վիրավոր, եղել եմ սքավոր, եղել եմ թունավոր, եղել եմ խոր քնած, ինձ բուժել են կարելով, ու այն պահին երբ ինձ թվում էր ելք չկա, երազում ինձ ուր գալիս ա մի փոքրիկ տղա, մոտ 3 տարեկան, դեմքը ինձ նման, առանց շոր ու կոշիկ, ձեռը խաղալիք, նա մեկնում ա խաղալիքը ու նայում ա աչքերիս, հարցնում ա երկու բան, նա իմ անցյալից էր, առաջինը հարցրեց հանգիստ ա իմ քունը, երկրորդը հարցրեց թե որտեղ ա իմ տունը։ Ես շուտով 37, բայց ներսս նույնն է, նույն 3 տարեկանը քանդված տանը, նույն նկարները, բայց կիսա այրված, էդ այն ժամանակ էր, երբ բոլորը կային հարազատներ, կար խաղաղություն, բոլորս միասին էինք մեր ընտանիքում, հետո ամեն ինչ խառնվեց, տունը մոխրացավ, արկը տանիքում, ծուխը բարձացավ, մեկը վիրավոր, մեկը հեռացավ, մեկը բեկորից բրկվել չկարողացավ, մեկը վախեցած, մեկը
մեկը խելագար, մեկը քարերի տակի ձերքը չկարողացավ տալ ու անընդհատ ինձ համոզում էի, որ լավ կլինի, հարթ կլինի, պատերազմել չի լինի, երազում եմ ունենալ սեփական անկյուն, որտեղ կնեմ հանգիստ, անունը դնեմ տուն ամեն մեկում հրեշտակ ու սատանա կա, մեզանից ամեն մեկում համբարի համչար կա, մեզանից ամեն մեկը մի տեսակ արյուն, մեկն ուտում ա թշնամուն, մեկը սեփական լեզուն, ծնվել եմ երբ որ ուտելիք ու լույս չկա, քայլել եմ բայց կանգնելու հույս չկա, ինձ քանդել են շատ, ես շարունակել եմ շարել, շարունակել եմ ներել, շարունակել եմ դինել Շնորհակալություն, մերսի շատ։ Հաջորդ երգը կոչվում է Նամակ Զավակիս, հաջորդ երգով փորձել եմ իմ պատմությունը եւ ոչ միայն իմ պատմությունը, հայ ազգի եւ արցախցիների պատմությունը փորձել եմ փոխանցեմ իմ եկող սերնդին։ My next song is called Letter to My Child, and I try to convey our story and story of Artsakh and our fight to our generation. But Loka is being very modest. I want you to understand. I'm a generation of liberated Artsakh where we didn't see the war, and we grew up listening to all these songs about Sardar Arafat, about the genocide. We always related to it. But what he creates right now is music that we live through. It's a music of people who live through it again and again and again, and it's so fresh. And whenever I talk to all our people, everybody listens to his music because he's conveying all the experiences that Armenian nation is going through right now. Please, if you know Armenian, be careful and listen to his lyrics. Yes. Շատ նեղա, իսկ դերությունս վատ, ընկել եմ շատ հեռու հայրենիքից հարազատ ու չգիտեմ ինչ կլնի, ոնց կլնի կանխի, բայց ուզում եմ, որ նամակս անպայման քեզ աս, շատ բան ունենք խոսալու, շատ բան ունեմ պատմելու, բայց չգիտեմ բախտ կունենամ արդյոք քեզ տեսնելու, շատ վատ ժամանակներ են, շատ վատ ժամանակներ, անհայրենիք ենք մնացել, գերեզմաններն անտեր են, չգիտեմ էլ որն ասեմ, չգիտեմ էլ ոնց մարսեմ, ուզում եմ մի բան ասեմ, բայց չեմ ուզում խրատ լինի, ուզում եմ սրտանց ասեմ, չգիտեմ էլ որն ասեմ, չգիտեմ էլ ոնց մարսեմ, ուզում եմ մի բան ասեմ, բայց չեմ ուզում խրատ լինի, ուզում եմ սրտանց ասեմ, պետք չի լինել շահը մոր, շահը փոխում ամարդուն, պետք չի լինել շատ անկեղծ շատերը չեն գնահատում, երբեք չխոսես դու սուտ, տենց մարդկանց շատ եմ ատում, ինչի դատում են նրան, ով իրա Քրիշնա, մահը փոխել է շահը, շահը մարսել է մահը, մահը իբրև անմահություն գահը մարսեց մատաղը, քանի ես ծաղրացուները կռվում են հանուշահին, դե մեր տահել տղերքին տանում են վեր, մահի, չգիտեմ էլ որն ասեմ, չգիտեմ էլ ոնց
մարսեմ, էյ, ուզում եմ մի բան ասեմ, բայց չեմ ուզում խրատ լինի, ուզում եմ սրտանց ասեմ, էյ, չգիտեմ էլ որն ասեմ, էյ, չգիտեմ էլ ոնց մարսեմ, էյ, ուզում եմ մի բան ասեմ, բայց չեմ ուզում խրատ լինի, ուզում եմ սրտանց ասեմ, հիշի հայ լինելը մեծ պատիվ, սիրի, ինչ ունես ու անես պիտի, պայքարի են ինչ քոնն ա գոգենում, մնացածը ժամանակի հետ են գալիս գնում, գնահատի, քեզ գնահատող մարդկանց օգնի, ով փնտրում ա տեղ ու հաց, շնորհակալ եղիր ես կյանքին, որ դու կաս, ով է լինես, ինչ էլ դառնաս, կարևորը մարդ մնաս, էյ, չգիտեմ էլ որն ասեմ, էյ, չգիտեմ էլ ոնց մարսեմ, էյ, ուզում եմ մի բան ասեմ, բայց չեմ ուզում խրատ լինի, ուզում եմ սրտանց ասեմ, էյ, չգիտեմ էլ որն ասեմ, էյ, չգիտեմ էլ ոնց մարսեմ, էյ, ուզում եմ մի բան ասեմ, բայց չեմ ուզում խրատ լինի, ուզում եմ սրտանց ասեմ, էյ, չգիտեմ էլ որն ասեմ, էյ, չգիտեմ էլ ոնց մարսեմ, էյ, ուզում եմ մի բան ասեմ, բայց չեմ ուզում խրատ լինի, ուզում եմ սրտանց ասեմ, էյ, չգիտեմ էլ որն ասեմ, էյ, չգիտեմ էլ ոնց մարսեմ, Շնորհակալություն շատ եւ մի հատ էլ երգեմ, հետո մի քիչ պաուզա անենք, շարունակենք։ Երրորդ երգը, որ ուզում եմ երգեմ, կոչվում է Հասցեն իմ նույնն է։ The next song I'm going to sing is called My Address is the Same. Եվ այս երգը նրանց բոլոր են մարդկանց մասին է, քանի որ մենք ապրում ենք ժամանակներ, որը մշտական չի, այսինքն մենք անընդհատ ինչ-որ տեղափոխությունների, տեղահանությունների մեջ ենք, սկսած 15 թվականից։ This song is about the fact that we get displaced all the time, starting from 1950s. We change houses, we change countries. Եվ ես իմ կարծիքով ցեղասպանությունը շարունակվում է նրա պատճառով, որ ցեղասպանության պատճառով ոչ մեկը պատասխանատվություն չի կրել, չի Okay. I truly believe that the genocide that Armenian nation is facing right now is continuing because nobody was ever punished for that. Եվ սկսած 15 թվականից ցեղասպանություն եղավ Մարաղայում, Սումգայիթում, Բաքվում եւ այս վերջերս եղավ նաեւ Արցախում, որի ականատեսներն ենք մենք։ Starting from 1915 to all the ethnic cleansings and genocides that happened throughout the history, including Maraga, Baku, Sumgait, and right now Artsakh. Եվ իմ կարծիքով ցեղասպանության մասին պետք է ոչ թե լռել եւ սգալ, այլ պետք է բարձրաձայնել եւ պատրաստվել, պայքարել։ I truly believe we should stop mourning and being silent, and we should be very silent, should be very loud, and should fight in order to stop all the things that are happening. Ինչը ես փորձում եմ անեմ իմ ստեղծագործությունների միջոցով, քանի որ իմ ստեղծագործությունները ապրելու մասին են։ That's exactly what I try to do because my music is all about living and continuing life. Nice. Դաշտերով ես կգամ քեզ մոտ ծանոթ անտառներով հասցեն իմ նույնը ոչ անձրև ոչ քամի ոչ գրակ դուք իմ գալուն չեք խանգարի հասցեն իմ նույնը մի օր լավ մի օր վատ անծանոթ շրջապատ մի քիչ սառը բարևում եմ համարեք սոցիոպատ ես թե ժամանակավոր տունը իմ կանչում ա ինձ հայերենը իմ լեզուն ա քո լեզուն հիմա ինձ ինչ մենք սովոր օտարության բայց մեր ուշքը դեպի տուն մենք ապրում ենք հիշելով առավոտից իրիկուն ամեն մեկը մեզանից ունի գյուղ ունի քաղաք ունի տուն հայրական ունի պապական ճրակ այդ արդեն սովորական ա հայը միշտ գնում ա դուրս պատճառները շատ տարբեր են հաճախ էլ դուսուս բայց այդ չի նշանակում որ մեր հայրենիքը վատն ա ուղղակի ներկապահին ասում են դուրսը մի քիչ տակ ա ինչ չմեղադրեք ասում են այդ հետ ա գալիս եթե դու մնում ես տանը քեզ 1000 երանի ու
եթե ամեն ինչ լավ ա, մի խաղա ագահ, մեկա բոլորին վերջում, էլ հասնում ա մի տագաղ բա, հանդերով, դաշտերով, ես կգամ քեզ մոտ ծանոթ անտառներով, հասցեն իմ նույնը, ոչ անձրև, ոչ քամի, ոչ կերակ, դուք իմ գալուն չեք խանգարի, հասցեն իմ նույնը, մենք դրսում չենք վայելում, մենք մենակ հավաքում ենք, հավաքում ես ինքդ քեզ, փող համել մտածում ես չլինի թե էտա, ասում են հայի բախ, մենք հենուց ենք ճանաչել զիմաստություն ու հա, հազար մտերիմ, բայց քանի ընկե, հազարից կա մեկով գոնե քեզ կգրկեր, եթե տեղդ լիներ ծուրդ ու ոտքերդ էլ ծավար, մեջքդ վիրավոր, աչքերումդ էլ խավար, հա, բայց դե էտա հիմա, անորոշություն, բուշակոկորդիս ասես դառնում օտարությունը, ուզում եմ գնամ տուն, բայց կապում ա երկու բան, ինձ անում են երկու կես, ներկան ու ապագան, բայց դե չեմ հանձնվում, ես վաղուց երկաթից եմ, ուժեղ եմ ձեր իմացած սուպեր հերոսից է, ու եթե հանկարծ մի օր էլ կոտրվեմ չգամ, ուրեմն իմացեք որ չեմ շնչում, էլ արդեն չկամ։ Քեզ մոտ ծանոթ անտառներով, հասցեն իմ նույնը, ոչ անձրև, ոչ քամի, ոչ կերակ, դուք իմ գալուն չեք խանգարի, հասցեն իմ նույնը, շնորհակալություն շատ, մերսի, հաջորդ երգը, որ ուզում եմ ձեր համար երգեմ, կոչվում է Let's Minil, որը Արցախի բարբառով է։ The next song that is going to perform, it's in Artsakh dialect, it's called Let's Minil, Don't Cry. Եվ անպայման ուզում եմ Արցախի բարբառը Նյու Յորքի կենտրոնում հնչի, որ Times Square-ը հիշի Արցախի բարբառը եւ It's very important for the Artsakh dialect to be heard in Times Square and to be remembered in Times Square. Ու սա իմ համար առանձնահատուկ երգ է, որովհետև երգը գրվել է Լևոն Աթաբեկյանի կողմից 1911 թվականին Շուշիում։ It's a very important song for me because it was written by an Artsakh poet, Levon Atabekyan, in Artsakh, in Shushi in 1911. Եվ երգը նույնպես ապրելու մասին է եւ երգի հիմքում ընկած է այն, որ անկախ ամեն ինչից մարդ չպետք է կոտրվի, չպետք է հանձնվի եւ պետք է շարունակի պայքարել, ապրել եւ պատրաստվել։ This song is also about living, and it tells about the story of how, despite everything that's going on, a human being should continue, should fight, and should try to live. And I want to make a personal comment on this song because it's my very favorite one, the very favorite Artsakh song. And it has some lines that I want to translate for you now. It says, La putovokh get injiran karch kaver chumashi. Serta karchi, shat latsinelan kamashi. Dardo takhbelash chinis. It says, in a flowing river, there isn't a single stone that doesn't wear away from the water. A heart is not a stone. Don't cry, because your heart, it also wears away. And I think in days like this, especially after everything that's happening, it's very important for all of us to stop crying for Artsakh, to stop being sorry for Artsakh, but to act for Artsakh. As Gev has mentioned, we have right to return. We have all the legal frameworks to return. The ethnic cleansings in Artsakh happened 1.5 years ago. With every day that's passing by without us fighting for our right to return, we're getting further away from that goal. There's only political inability and desire to do so. Please act right now, because we want to go back home. Even though for many of us like me, our homes in Stepanakert are already destroyed.
but there are 100,000 more people who have homes and who have hope to return. Thank you. Please listen to this song. Thank you. Շենին գլխեն հանգիստարան կուհարն դեղ թաղացա Այսօր էգուց կեզ մհարեն կասինն դեղ թաղացա Դեր չեսա Let's meet it Վերը չեսա Let's meet it Սարի սերին մին կարմիրը թող բյավաշ սվացա Հարըթին բախտը այսօր կարմիր էգուց տեսեր սվացա Բախտը թող բախ Let's meet it Բախտը թող բախ Let's meet it Այսօր ջահիլ էգուց պարավես ինչ yaman տնազա Այս աշխարը լույս ծիրեկավ բեցը շկերավ արազա լոխարազա Let's meet it լոխարազա Let's meet it ջահիլ հարդնը սիրիպած թորա ուվեր սաղա ընդրանա Թակաս այսօր տերը տուվս էգուս տերը դուշմանա ծերը սոտա Let's meet it սերը սոտա Let's meet it հնգերը տեղան մին ծաղեգյա այասրավ չուրացավ Այսօր խատրի դերուն կան է էգուց տեսեր մորացավ ջարը տուվս Let's meet it ջարը տուվս Let's meet it լապուտը ողկետին ճիրան քարը չի կավեր չմաշի Սերետը քարը չի ըրտասուկա Այսօր էգուց կմաշի դարդոտ ախպեր Let's meet it դարդոտ ախպեր Let's meet it Գիրիքնակը երգին կավը ուրան հետ է շորատամ Թապրող են թամրնող են ուրան լուսան պայատամ Մին հաշիվա Let's meet it մին հաշիվա Let's meet it Կանաչ խատրին հանգիստարան կուհարն դեղ թաղացա Այսօր էգուց կեզ մհար է կասինն դեղ թաղացա Էզիզ ախպեր Let's meet it ազիզ ախպեր Let's meet it վերջեսա Մի անգամից անցնեմ հաջորդ երգին Հաջորդ երգը կոչվում է փախստական, որը այս վերջի բոլորից գիտեք այս վերջի արցախյան դեպքերը եւ 120,000-ից ավել մարդ մնաց անդուն, անհայրենիք եւ այդ երգը հենց իրանց եւ մեր մասին է This song is called The Refugee, and as you know, 100,000 Armenians were left without home, got displaced, and this song is dedicated to them. Yes. It's a premiere. He's singing it for the first time. Hey. Ես ռեպեր չեմ երևի, ինձ տրվել ա վերևից, որ պատմեմ իմ անցյալից ձեզ Ես հայտնի չեմ հիրավի, ու շանս չունեմ երևի, աղոթում եմ վերևին տեր Մենք դերում ենք ուղևոր, կյանքը մեզ տալիս ա ցավից, միտքը մեզ տանում ա հող դեր Մենք ցավում ենք բանավոր, ոչ պատվիրան, ոչ մեր ցավոր, բայց աղոթում ենք հանուն հոր Սխալ չեմ գիտեմ, համել գիտեմ, որ դա վատ ա, հավատացը գիտեմ, տեստապ մնալը շատ բարդ ա, գիտեմ Ես անցել եմ ամեն տեսակ ամեն կողմից ցավ ապրել եմ Իսկ հիմա ցավը կա, բայց արդեն սովորական Ամենք ապրում ենք ժամանակներ, որը ըստիս պատմական Ապրելով իմ հայրենիքում չունեմ տեղ մշտական Իսկ իմ սեփական երկրում իս ճանաչել եմ փաստական Իս ճանաչել եմ փաստական Իս ճանաչել եմ փաստական Իս ճանաչել եմ փաստական Մեզ ճանաչել եմ փաստական
չպիտի մոռանաս, որ կյանքը քեզ տալիս է շանս, որ կյանքը քեզ տալիս է զգաս ու հասկանաս։ Ու չպիտի մոռանաս, որ կյանքը քեզ տալիս է շանս, որ կյանքը հավերժ չէ, հասկանաս։ Ու չպիտի մոռանաս, ով է լինես, ինչ էլ դառնաս, դու հայ մնաս ու մայր լեզու չմոռանաս։ Ու չպիտի մոռանաս, ով է լինես, ինչ էլ դառնաս, դու հայ մնաս ու մայր լեզուդ։ Հա, շատ դժվար է, գիտեմ վտանգ է, կյանքը բարդ է, հա, ինչ շատ բարդ է, գիտեմ, որ հայի պայքարը չկա, հա, գիտեմ է, բայց անցել եմ է, ամեն տեսակ ամեն կողմից ցավ ապրել եմ է, իսկ հիմա անցափում են ասելով ապագա կա, իսկ ապագան է տանորոշա մի օրն ես գլխիդ կտա, որ ապրելով հայրենիքում չունենաս տեղ մշտական, մի օր էլ քեզ քո երկրում կճանաչեն փաստական է, կճանաչեն փաստական է, կճանաչեն փաստական է, կճանաչեն փաստական է, մեզ ճանաչել են փաստական է։ Մերսի շատ, շնորհակալություն։ Հաջորդ երգը, որ ուզում եմ երգեմ, կոչվում է Ես դեռ կամ։ The next song is called I Still Exist. Եվ ուզում եմ այս երգը նաև Նյու Յորքի կենտրոնից ազդարարի ամբողջ աշխարհին, որ մենք լացելու փոխարեն ընտրել ենք պայքարելու ճանապարհը, մենք կանք եւ մենք պայքարելու ենք։ I want this song to claim from the city center of New York that we exist and we will choose to fight and to live. Գնացինք, եւ եթե կարանք, մի հատ կարանք իրար հետ բարձր գորանք, մենք դեռ կանք։ Մենք դեռ կանք։ Մենք դեռ կանք։ Մենք դեռ կանք։ Շատ շնորհակալ եմ։ Ես դեռ կամ, ես դեռ կամ, ու կլինեմ երկար, երկար, ու ես դեռ կպայքարեմ։ Ես դեռ կամ, բայց շատերն արդեն ցավոք սրտի չկան, գնացին վերածնվել։ Ես դեռ կամ ու կլինեմ երկար, երկար, ու ես դեռ կպայքարեմ։ Ես դեռ կամ, բայց շատերն արդեն ցավոք սրտի չկան, գնացին վերածնվել։ Պատմությունը կրկնվելու հատկություն ունի, հայը հայանա ապրելու իրավունք ունի, ես էլ մեկն եմ նրանցից ու իմացեք կամ, ու իմ տները կորցրել եմ մի քանի անգամ, ես իրավունք ունեմ ունենալու տուն հող, ապրելու իմ տանը անվտանգ ապահով, ես իրավունք ունեմ իմ պատմությունը պատմելու, կրկնակի իրավունք իմ ապագան փոխելու, ինձ լսեն իմ տան պատերը իմանան ես կամ, արել եմ ինչ կարողացել եմ, բայց դե այս անգամ, ամեն ինչ ուրիշ կերպ էր թշնամին մի քանի, պարզվում էր որ մենակ էինք, գրողը տանի, բայց դες կամ մեկ անգամ թեկուզ վիրավոր, ժայռն անգամ պարտվում է գետերին զորավոր, ես պայքարում եմ այնքանով, որքանով որ կամ, այս անգամ էլ չկարողացան սպանել, ես դեռ կամ ու կլինեմ երկար, երկար, ու ես դեռ կպայքարեմ, ես դեռ կամ, բայց շատերն արդեն ցավոք սրտի չկան, գնացին վերածնվեն։ Հիմա էլ իմ դիմաց լուր, առաստաղը ծուր, շատերը կատաղած էին, ատամները սուր, կասկածելի է մի տեսակ օգնության ձեռքը շուտ չի լավանում, դանակով մեջքի վերքը, ես կվերադառնայի, բայց չգիտեմ ուր, տարբերությունը որն է, եթե չունեմ կտուր, նորից կսկսեմ ամեն ինչ հետ սովորականը, շատերի համար դեր կարևորը ադանանը, ում հետ խոսամ, ում մոտենամ, ում հետ կիսվեմ, ում հավատամ, դեր վաղուց են մեզ ասում քիչ ենք, բայց հայ, ու այդ քիչության մեջ էլ տարբերում ենք հայ, պատմությունը կրկնվելու հատկություն ունի, հայը հայանա ապրելու իրավունք ունի, ես էլ մեկն եմ նրանցից ու իմացեք կամ, իմ պապերի նման կասեմ, ես դեռ կամ ու կլինեմ երկար, երկար, ու ես դեռ կպայքարեմ, ես դեռ կամ, բայց շատերն արդեն ցավոք սրտի չկան, գնացին վերածնվել։
ցավով սրտի չերկան գնացին վերածնվել Շատ շնորհակալություն ձեզ բոլորին եւ հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնեմ այս օրը կազմակերպողներին, որ 40 տարի շարունակ ամեն տարի հիշում եւ հավաքվում եք եւ այս օրը արժևորում եք Thank you everyone for being here and thank you everyone for organizing this for so many years to be here and commemorate the Armenian genocide Եվ հատուկ ուզում եմ շնորհակալություն հայտնեմ այդ պատիվը ինձ ընձեռնելու, ձեր առաջ ելույթ ունենալու եւ եւս մեկ անգամ խոսել մեր ցավի եւ ապրելու եւ ինչու՞ չէ նաեւ Արցախի մասին։ And I'm thankful and honored to be chosen to speak here, to be here and to talk about the struggle, the life and about Artsakh. Շնորհակալ եմ շատ, մենք դեռ կանք։ Thank you so much. We still exist.